Սիվիկեյը։ Շնորհակալություն, պարոն Մամեդյանյան, ձեր խոսքում նշեցիք, որ Հանրապետական կուսակցությունը շնորհակալ է բոլորային քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որոնց հետ ինչ-որ շրջան գործակցել է։ Երեք հայտնի դարձավ, որ պատիվ ունեմ խմբակցության անդամ պարոն Մարտուն Գրիգորյանը որոշել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի Նոյան Տապանի միջոցով, նրան հոգեհարազատ է առաջարկ Հայաստանին նախաձեռնությունը։ Պարոն Մամեդյանյան, ձեր վերաբերմունքը ձեր թիմակցի այս որոշմանը, արդյոք նրան եք շնորհակալ նման որոշում կայացնելու համար, եւ երկրորդ հարց, ձեր թույլտվությամբ ասացիք, որ ընտրություններից 3 ամիս առաջ ձեր անելիքը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Խնդրում եմ պարզաբանեք, պարոն Մամեդյանյան, ինչպես եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը իմպիչմենթով, փողոցով, որը դատարկ է, թե գուցե կա երրորդ տարբերակ, որի մասին հանրությունը տեղյակ չէ եւ հիմա կխնդրեմ բացահայտեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, դուք մի փոքր ոչ ճշգրիտ մեջ բերեցիք ինձ։ Ես չասացի, որ որոշումների համար եմ շնորհակալ, ես ասացի համատեղ պայքարի համար եմ շնորհակալ։ Այդ թվում նաև պարոն Գրիգորյանին։ Պարոն Գրիգորյանը հանդիսանում է պատիվ ունեմ խմբակցության անդամ, անկուսակցական անդամ, եւ մենք հարգանքով ենք վերաբերում իր որոշմանը, որովհետեւ այստեղ սենսացիոն պատասխան չի լինելու։ Մենք հարգանքով ենք վերաբերում մեր գործընկերոջ որոշմանը եւ ինչպես բոլոր իրական ընդդիմադիր կուսակցություններին հաջողություն ենք մաղթում։ Հիմա անդրադառնանք եւ մենք շնորհակալ ենք ոչ թե համագործակցության, այլ համատեղ պայքարի համար, այդտեղ մի քիչ տարբերություն կա։ Հիմա անդրադառնանք երկրորդ հարցին։ 2 օր առաջ Հանրապետականի գործադիրից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ես ներկայացրել եմ այդ ճանապարհը։ Դուք որակեցիք, որ փողոցը դատարկ է, ես այդքան էլ ձեր հետ չեմ համաձայնվի, որովհետև աշխարհում շատ քիչ են տեղի ունեցել իշխանափոխություններ, որոնցից առաջ ակնհայտ էր կամ վստահ էին, որ հաջողության են հասնելու։ Ուստի այդ փաստարկը ոչինչ չհերքող փաստարկ է։ Այո, մեր ներկայացրած ճանապարհը իմպիչմենտն է։ Իմպիչմենտը մեր ընկալումներով հավասարազոր է փողոցային պայքարին։ Եվ մենք բաց առաջարկ ենք արել բոլոր ընդդիմադիր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին համագործակցելու այս առիթով։ Եվս մեկ անգամ վերահաստատեմ, այդ կոնսուլտացիաներ անվանեք, բանակցություն անվանեք, ոնց ուզում եք անվանեք, այդ քննարկումներին Հանրապետականը նստելու է մեկ օրակարգային կետով։ Մեկ իշխանափոխություն։ Մենք ուրիշ որևէ քննարկման կետ չենք ունենալու։ Եթե այդպես մտածող մարդիկ բացի մեզանից էլի կան, ապա մենք սիրով սպասում ենք իրենց արձագանքին, այդ նորությունը 2 օր առաջ է տեղի ունեցել, կարծում եմ դեռ հնարավորություն կունենանք դրա մասին խոսել, ուստի մեր պատկերացրած ճանապարհը իմպիչմենտն է, բայց որպեսզի որոշ հրաշքներ չփորձեն նենգափոխել Հանրապետականի ասածը, եւս մեկ անգամ մեջ բերեմ, ինչ որ կա Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարության մեջ, որ ընտրությունների վերահսկողությունը եւ մեր քաղաքացիների բարձր մասնակցությունը շատ կարեւոր գործոններ են։ Իսկ այն ամենը, ինչ ես ասել եմ այդ օր ասուլիսի ժամանակ, նորից չասեմ, բայց շատ կարճ ասեմ։ 1. Միանշանակ Փաշինյանը ավելի կաշկանդված կլինի խախտումներ եւ կեղծիքներ իրականացնել, եթե արկա լինի փողոցում մեր քաղաքացիների պահանջատեր դիրքորոշումը, տեսանելիորեն պահանջատեր դիրքորոշումը, որը լրացուցիչ արգելք կլինի, որպեսզի Փաշինյանը իրականացնի այս կամ այն կեղծիքը։ Դա 1, եւ երկրորդ, ընտրություններ եւ իմպիչմենտ գործընթացները իրարամերժ չեն, իրար հետ հակասություն ոչ իրավական, ոչ քաղաքական տեսանկյունից չունեն։ Ուստի այն մարդիկ, ովքեր պլանավորել են արձագանքել Հանրապետականին, խնդրում եմ հաշվի առնել այս 2 ասպեկտները եւ իրենց պատասխանները, իրենց արձագանքները կառուցել ըստ դրա։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։